Մենք գիտենք Սյունիքի հարցում, Զանգեզուրի հարցում, որ նա նամակագրական ակտիվ կապի մեջ է եղել Գարեգին Նժդեի հետ։ Երկար ժամանակ պարզ չի եղել, թե ինչի մասն են նրանք այդ նամակագրությունը վարել, բայց հիմա արդեն եղած նյութից պարզ է, կարելի է հստակ ենթադրել, որ նա համակարծիք է եղել ընդհանուր առմամբ, որ պետք է Զանգեզուրը մնար Խորհրդային Հայաստանի կազմում եւ որոշակի հավաստիացումներ է հղել Նժդեին, որ կմնա Խորհրդային Հայաստանի կազմում։ Դրա համար Նժդեը, երբ որ վերջին նամակն է թողնում իր զինակիցներին եւ սյունեցիներին, երևի հեռուստատողը կհիշի բովանդակությունը, նա նշում է, որ եթե ուրեմն կարմիր զինվորը գա Բաքվի կողմից, դիմադրեք, եթե Երևանի կողմից գա, մի դիմադրեք։ Նկատի ունի, եթե թեկուզ խորհրդային, բայց Հայաստանի կազմում է մնալու Սյունիքը, այդ դեպքում պետք չի զուտ բոլշևիզմի տեսանկյունից դիմադրել, ասել, որ եթե բոլշևիկներն պետք է դիմադրել, այսինքն որոշակի կոնսենսուսի են եկել այս հարցում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։